Պարոն վարչապետ, հրապարակվել է ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակը, որը գլխավորում է Նարեկ Կարապետյանը, սակայն այս քաղաքական ուժը իր թեզը կառուցում է այնպես, որ Սամվել Կարապետյանն է լինելու իրենց վարչապետի թեկնածուն։ Արդյոք այս քաղաքական ուժը իր քարոզարշավը չի կառուցել եւ կառուցելու նրա վրա, որպեսզի սահմանության տառն ու ոգին խեղաթյուրվի։ Դե գիտեք, հիմա կարծում եմ այլևս ամբողջ աշխարհը գիտի, որ ձեր նշած անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ պատգամավորի կամ վարչապետի թեկնածու։ Եթե Հայաստանի Հանրապետությունում դեռ մարդ կա, որ սրա հետ կապված պարզ չի, որ ձեր նշած անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ հետեւաբար վարչապետ, դա ինչ կարող եմ ասել ես։ Ես ընդհանրապես կարող եմ արձանագրել ակնհայտը, որպեսզի նրանց ում համար դա ակնհայտ չի, դառնա ակնհայտ։ Շնորհակալություն, հաջորդը Ավելի շուտ եկավ, ոնց հասկացա ձեր ակնարկը ինձ էր վերաբերում, ասեմ, ինձ իմ ընտանիքին, իմ բնակարանին հեծը ոչ նախկինում, ոչ հիմա հավելագրում չի արել։ Ամոթ կլիներ մի 2000 դրամի ինչ-որ տենց հավելագրումներ պլյուս մինուսներ, նորից եմ բանանում, ինձ ակնարկ մի արեք, այս մեկ։ Երեք հակակոռուպցիոն կոմիտեն 5 թե 6 խիստ վտանգավոր հանցագործի ձերբակալեց, որոնցից 3-ը նախկին պաշտոնյաներ էին Արման Սահակյանը, Արտեմ Ասատրյանը եւ Դավթյան Հայկը, հետո մի քանի ժամ հարցաքննելուց հետո ըստ մամուլի փողերը վերցրեց եւ բաց թողեց, հիմա այդ վտանգավոր հանցագործները դուրսն են։ Այս կոնտեքստում ես հիշեցի նախկին սրբերից մի երկուսի անունները, օրինակ Բուլկի Արամ անունով նախարար կար, Արամ Հարությունյանը։ Այդ մարդը ձեր օրոք շատ բարեհաջող ձևով երկից թռավ, ու հիմա ոչ ոք չգիտի այդ մարդու տեղը, ոչ ոք չի հիշում այդ մարդու մասին, քաղաքական հայտարարություններ չեն արվում։ Նույնը Գագիկ Խաչատրյանը, որ 4 աշխատավարձով միլիարդատեր էր դարձել, ինքը էլ բարեհաջող թռավ, հետո հետ եկավ, հիմա նրա ընտանիքի անդամները բարեհաջող բիզնեսներ են անում, դուք էլ գնում եք լենտ եք կտրում բան։ Այդ մարդկանց մասին ոչ իման չի հիշվում, բայց փոխարենը այլ նախկին սրբերի մասին է հիշվում, կարող է դա նրանից է, որ քաղաքական հայտ չեն ներկայացրել, ընդդիմադիր բաներ հայտարարություններ չեն անում, դրա համար դուք չեք հիշում, սա իմիջիալոց մի դրական բան եմ ուզում, տենդենս եմ ուզում արձանագրել ձեր վիդեոներում, վերջերս ձեր նայում եմ այդ ձեր վիդեոները առավոտյան, հատկապես որ հեգնում եք այդ ուժեղներին բանին, հələ ջիմ արաբան, մի տեսակ հետաքրքիր յուրահատուկ սարկազմ է նկատվում ձեր մոտ, որը ինձ էլ է տպավորել, որոշել եմ ես էլ այդ ոճով ձեզ հարց տալ, հուսով եմ դեմ չեք։ Տեսեք, դուք անընդհատ չնայած նրան, որ դուք մեզ սպառնում եք, չգիտեմ, էլ պատերազմով, էլ ծնոտդ կոտրվի, էլ չգիտեմ ինչ կլինի, անգործ կմնաք, ժողովրդին եք սպառում տարբեր բաներով, դուք ինքներդ հսկայական թիկնազորով եք շրջում, որոնց որոշ անդամներ օրինակ եկեղեցում տալիս են 2 րոպե ունեմ 10 տարեկան երեխայի ծնոտ են, չգիտեմ, ջարդում, չնայած լավ թիկնապաներ ունեք իդեմս օրինակ ձեր լյովի եւ այլն, այդքանով հանդերձ մենք ձեզանից չենք վախենում։ Փոխարենը դուք ուզում եք, որ մենք վախենանք օրինակ Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից, Գագիկ Ծառուկյանից, ինչ է մեզ երեքի անունը տալիս, որտեղ այդ երեքին դուք տես փաթեթով սարքել եք վերջերս ձեր տեսանյութերից մեկում բան եռագլուխ հրեշ ու ասում եք, որ այ եթե ինձ չընտրեք, այս մարդիկ են գալու, այդ հրեշները ձեզ չգիտեմ ինչ են անելու։ Ուզում եմ հասկանալ Ռոբերտ Քոչարյանի ինչից պիտի մենք վախենանք։ Դուք անձամբ վախենում եք Ռոբերտ Քոչարյանից։ Եթե վախենում եք, ես չգիտեմ, շփվել եք իր հետ թե չէ, ես որպես իր հետ շփված մարդ անկեղծ կարող եմ ասել, հեչ վախենալու չի։ Էլի ձեր ոճով ասեմ, դուխով եղբայր, դուխով։ Իրանից վախենալ պետք չի, բայց խնդրում եմ իրանով մեզ էլ մի վախեցրեք։ 18 թվին Սերժի Մերժեցիք տեսանք ինչ եղավ, դուք ընտրվեցիք, 21 թվականի Քոչարյանով վախեցրիք, էլի ինքը եկավ դուք ընտրվեցիք, հիմա էլի ուզում եք Քոչարյանով վախեցնել։ Ինչի համար եք ուզում Քոչարյանով մեզ վախեցնել։ Կամ այն խեղճ Սարգսյանին ինչ եք բերել մեջ մտցրել, սարքել եռագլուխ։ Իրանք ինչով են վախենալու, ինչով են ավելի վախենալու, քան Արման Թաթոյանը, Սուրեն Պետրոսյանը, չգիտեմ, Գուրգեն Սիմոնյանը, էլ ինչ-որ մարդիկ, ՀԱԿ-ը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր վերլուծին։ Ընդհանրապես որևէ մեկին ժողովրդին առավել եւս վախեցնելը դա անհետեցություն է, որովհետեւ եթե վախենալ որևէ մեկից պետք է որպես ահարկու ուժի, դա ժողովուրդն է, ուրիշ որևէ մեկից վախենալու անհրաժեշտություն որևէ մեկը չունի, որովհետեւ Հայաստանում ժողովուրդը իշխանության բարձրագույն կրող է եւ աղբյուր է եւ կարող է կայացնել ցանկացած որոշումներ, հետեւաբար վախեցնել ժողովրդին դա կներեք ոչ ճիշտ ձևակերպում է,
որովհետև ժողովուրդը գերագույն ուժ է, գերագույն իշխանություն է, իշխանության տեր է, իմ գործատուն է, իմ ղեկավարն է եւ ես չեմ կարող նույնիսկ մտքովս անցնի, որ ես ժողովրդին վախեցնեմ։ Էսա պատճառը, որ մենք նաեւ ժողովրդին փորձում ենք հաշվետու լինել մեր արածների, մեր չարածների մասին եւ հաղորդակցության մեջ լինել։ Ինչ վերաբերվում է ձեզ այդ հաղորդակցությանը, ես հաղորդակցվում եմ երբևէ գուցե ազատ ոճով, երբևէ գուցե ստեղծագործաբար, երբեմն գուցե պատկերավոր, երբեմն գուցե էմոցիոնալ, բայց ես չեմ հիշում, որ ես ձեզ սպառնացած լինեմ ծնոտ ջարդելով, ես ընդհակառակը հիշատակել եմ այն դեպքը, որի մասին դուք ինքներդ եք պատմել, ես այդտեղ ներկա չեմ եղել, կներեք, ես նկատում եմ, որևէ մեկին սպառնալու ընդհանրապես միտում եւ մտադրություն չունեմ։ Ինչ վերաբերում է այդ վախենում ես, չես վախենում, այդ բան անիմաստ խոսակցություն է։ Ինչ վերաբերվում է պետական պահպանության ծառայությանը, պետական պահպանության ծառայությունը ինստիտուտ է, որը աշխատում է իր գործառույթները իրականացնելու ուղղությամբ եւ պետք է աշխատի իր գործառույթները իրականացնելու ուղղությամբ։ Ձեր մյուս հարցերին, ձեր նշած բոլոր անձանց վերաբերյալ կան իրավական գործընթացներ։ Մի մասը գտնվում են հետախուզման մեջ, մի մասը ինչքան գիտեմ խափանման միջոց կա ընտրված, մի մասով ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներ են տեղ ունենում, ոչ ոք չի մոռացվել եւ ոչինչ չի մոռացվել։ Իսկ ով ասում ընդդիմադիր չեն։ Դե բա որ չգիտենք ուրա ինչա, ինչ իմանանք ընդդիմադիր է, բա ինչ գիտեք ընդդիմադիր չի, եթե չգիտեք ուրա։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ տեղի է ունեցել հետսում մի շատ տարօրինակ ճակերտավոր պատահականություն։ 2000 չեմ հիշում ճիշտն ասած 24 կամ 23 թվին նախորդող վճարումների ամբողջ հաշվեկշիռը անհետացել է։ Պատկերացնում եք, անհետացել է։ Այսինքն եթե հիմա որևէ մեկը փորձի հետ գնալ եւ պարզել 2 տարի առաջ քաղաքացուց գանձված էլեկտրաէներգիայի գումարը ճիշտ է հաշվարկվել թե չէ, ավելա գանձվել թե չէ, այդ ինֆորմացիան անհետացել է հետից ձեր նշած անձանց կառավարման ներքո։ Ինչի անհետացել։ Կարա պատահական կամ այդ ինչ ընկերություն է, այդ ինչ կառավարում է, որ ամբողջ բազան անհետանում է։ Դուք չգիտեք, դուք չեք կարող ասել, դուք ճիշտ է տենց բան պնդում եք, որ ձեր վրա ոչ մի հավելագրում չի, դուք չեք կարող դա ասել։ Դուք չեք կարող դա ասել, որովհետև օրինակ 2022 թվականի ձեր վճարումների բազան անհետացել է։ Չկա, գոյություն չունի։ Ոչ մեկ չի կարող, նույնիսկ փորձաքննությունը չի կարող ասել ձեզ ավել գրել են, թե չէ։ Հենց որ ինչպես ասում է, տենց ուվերենի մի ասեք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Մեդիահաբ։ Պարոն Փաշինյան, Ռուսաստանը արդեն սկսել է վադրության մեջ դնել հայ տնտեսվարողներին, մասնավորապես ծաղիկի ու կոնյակի շուկայի տնտեսվարողները մեծ խնդիրների առաջ են կանգնել։ Եթե խնդիրները ընդլայնվի, ինչի մասին նաև խոսում են ռուս փորձագետներն ու վերլուծաբանները, ինչ են անելու տնտեսվարողները եւ հարցին որպես շարունակություն։ Եթե հաջորդ քայլով ռուսական գազը թանկանա, ինչ է անելու Հայաստանը, ինչ սցենար ունի այս իրավիճակում։ Շվեյկը ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա գալիս եք եթե։ Իսկ եթե չլինի, ինչ են անելու նրանք, ովքեր հիմա ասում են, որ եթե լինի, ինչ է անելու կառավարությունը։ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, բայց ելի ուզում եմ ասել, որ ամեն դեպք պետք է խորանալ, փաստական հանգամանքը նայել, որտեղ չի կարելի տենց մի հատ ընդհանուր պատկեր նկարագրել եւ այդ պատկերի հովանոցի ներքո վարկածներ առաջ քաշել։ 2018 թվականից ես տասնյակ անգամներ հրապարակային
եւ տասնյակ անգամներ ոչ հրապարակային խոսել եմ երկրում արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին։ Եվ մենք միլիոնավոր դոլարներ ենք հատկացրել տնտեսությանը, որպեսզի իրենց արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկեն։ Ալբերի գործընկերներ։ Ես չեմ տեսնում խնդիրներ։ Այն խնդիրները, որ կան, որոնք կապված են տնտեսության արդիականացման, այսօր կառավարության նիստում էլ էկոնոմիկայի նախարարը դրան անդրադարձավ, որոնք վերաբերվում են տնտեսության արդիականացմանը, մենք աջակցել ենք, աջակցում ենք եւ շարունակելու ենք աջակցել տնտեսվարողներին։ Բայց մենք նաեւ համաձայն չենք, որ այդ թվում տեխնիկական խնդիրները փորձ արվեն քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացնել։ Եվրասիական տնտեսական միությունում կան հստակ ապրանքների, ծառայությունների, ֆինանսական միջոցների եւ աշխատուժի ազատ տեղաշարժի մասին կարգավորումներ եւ այդ կարգավորումները գործում են, այդ թվում մեր որոշմամբ, այդ թվում իմ որոշմամբ, որպես Եվրասիական տնտեսական միության տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ եւ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի անդամ։ Իմիջիայլոց ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, ով եւ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է եւ միջկառավարական խորհրդի անդամ է։ Այսինքն ես ԵԱՏՄ գործերին լավագույնս տիրապետում եմ եւ նաեւ իմ գործն է ապահովել, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների, ֆինանսական միջոցների եւ աշխատուժի ազատ հոսք տեղի ունենա։ Եվ ես դա կապահովեմ։ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ունի երկարաժամկետ պայմանագրեր։ Եվ ձեր ասացի հետ կապված ասացի համար որևէ հիմք չկա։ Մենք չենք կարող Ռուսաստանի եւ որևէ այլ երկրի հետ հարաբերվել այն տրամաբանությամբ կամ երկիրը մի կողմ երկու սուբյեկտ չեն կարող իրար հետ հարաբերվել այն տրամաբանությամբ, որ կողմերից մեկը մտածի, որ դիմացի կողմը այս պայմանագիրն էլ է խախտելու, 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 էս էլ է խախտելու, էս էլ։ Այդ նշանակում է այդ խախտող կողմը ասում է ես սուբյեկտ չեմ պայմանագրային, ոնց կարա տենց բան տեղի ունենա։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերության։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ուժեղ